Ազգային ժողովի շենքի մոտ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ ու քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի նախաձեռնող խումբը պնդում է, որ Ազգային ժողովը պարտավոր է հանրայնացնել զեկույցը, քանի որ դա շատ սպասված փաստաթուղթ է, որի ուղղությամբ հարկատուների հաշվին կատարված է մեծ ծավալի աշխատանք, եւ այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Զեկույցն առանց հրապարակման արխիվ ուղարկելը հանրային դժգոհություն է առաջացրել հիմնականում անհետ կորած եւ զոհված զինծառայողների հարազատների, պատերազմի մասնակիցների եւ տեղահանված հայրենակիցների շրջանում։ Ստեղծվել է պահանջը բարձրաձայնող անհատների նախաձեռնող խումբ, որի անդամները գրավոր պահանջով դիմել են Ազգային ժողովի 3 խմբակցություններին։ Հայաստանը ունենա քիչ թե շատ վերականգնվելու այս պահին գոնե հեռանկար։ Այսքանով ակցիայի նպատակն է այսօր մենք դիմել ենք արդեն գրավոր Ազգային ժողովի նախագահին, նա մերժել է հրապարակել, գաղտնիացման փուլ է մտել հանձնաժողովի զեկույցը, ուստի մենք այսօր դիմելու ենք ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն Ազգային ժողովում այդ հարցը։